Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Բարև ձեզ։ Առաջինի եթերում մանրամասներն են, տաղավարում դες հետ Դավիթ Ստեփանյանը։ Այսօր մենք խոսելու ենք էկոնոմիկայից, խոսելու ենք ֆինանսներից, մեր հաղորդման առաջի մասում։ Հայաստանը տեղաբաշխել է 750 միլիոն ԱՄՆ դոլարի եվրոպարտատոմսեր եւ ըստ ֆինանսների նախարարության միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխումը տեղի ունեցել մարտի 5-ին, իսկ տեղեկատվությունը հրապարակվել է, եթե չեմ սխալվում, 3։ Սա տարբեր վարկածների տեղիք է տվել, տարբեր կարծիքներ են հնչում, կարծիքներ ընդհուպ միջև դավադրության, տեսության շրջանակներում, որոնք տեղավորվում են այդ դավադրության տեսության շրջանակներում, մենք այսօր փորձելու ենք խոսել իրականության մասին, որպեսզի հասկանանք ինչ է սա նշանակում եւ ընդհանուր առմամբ ինչ է սա բերելու մեր տնտեսության համար։ Այսօր իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը։ Բարև ձեզ, պարոն Բարխուդարյան։ Պարոն Բարխուդարյան, ըստ էության, փորձենք խոսել, այս տեղաբաշխումը ինչ նպատակներ է հետապնդում, սա դրական է, միգուցե բացասական է, ձեր գնահատականը մասնագիտական։ Տարվում է սովորաբար, առաջինը չէ, երկրորդը չէ, 5-րդ տեղաբաշխումը է, սրանից մոտ 10 տարի առաջ առաջի տեղաբաշխումը եղավ, եւ ուրախալին նա է, որ պահանջարկը ավելի մեծ է, քան ռեալ տեղաբաշխում է։ Դա նշանակում է, որ հետաքրքրություն կա։ 26 միլիարդ, եթե չեմ սխալվում։ Այո, 26 միլիարդ էր 750 միլիոնի համար։ Եվ կտրեցին այն կետից, որ առավել ցածր տոկոսով որ տալիս էր, 750 դոլարացավ, այդտեղից կտրեցին։ Եվ դա շատ դրական է, պատճառը հիմնականում մեկն է։ Մի կողմ թողնելով այդ գեոքաղաքական վիճակները եւ այլն, Հայաստանի բոլոր կառավարությունները անկախության առաջի օրից, երբ որ պարտք են վերցրել, ժամանակին վերադարձրել են։ Նույնիսկ կես օրվա մի քանի ժամվա ուշացում չի։ Իրենք արդեն գիտեն, վստահում են։ Ոչ բոլոր ԱՊՀ երկրներն այդպես վարվել են, չեմ խոսում աֆրիկյան երկրների մասին եւ այլն։ Սա դրական է, սա վստահություն է դեպի երկիրը։ Ինչ վերաբերում է բուն տեղաբաշխմանը, եթե նայենք, ես մի քանի սլայդ եմ բերել ինձ հետ, չգիտեմ եթե հնարավոր է ցույց տանք, ամեն դեպքում այս տարիներին նախորդ տարիների բարձքը վերցված երբեմն բերում է որոշակի պարտքի մարման հետ կապված պիկերի։ Այսինքն մեկը 5 տարի առաջ է, մեկը 3, բայց մարման ժամկետը ավելի շատ հիմա է ընկնում։ Օրինակ 25 թվականին այդ պիկը տեսնում ենք, պարտքի մարման աճ է կանխատեսվում։ Նույնը 29 թվականին, 31 թվականին եւ այլն այդ ամբողջ գրաֆիկը ժամանակացույցը կա։ Եվ այդ դեպքերում պետությունը սովորաբար ոչ թե իր ծախսերն է ահավոր շատ կրճատում, որովհետեւ կարողանա մի կերպ այդ պարտքը տա, շարունակում է բնականon իր գործունեությունը բյուջետային ծախսերի առումով, բայց վերցնում է նոր պարտք, այդ պարտքը մեծ մարելու, իսկ այդ նոր պարտքը ունի ավելի համահարց սցենար մարումների կամ ավելի երկար ժամանակահատվածի համար արել։ Այ հենց այս պարտքը այդ նպատակներից մեկն է հետապնդում։ Նրա կեսից ավելին մարել է այս տարվա 25 թվականի պարտատոմսեր կար բավականին մարելու, նախորդ թեկուզ բոնդերը, վարկեր եւ այլ արտաքին պարտքը մեծ էր բավական։ Օգտագործել են դրա համար, մի մասն մնացել է դեֆիցիտի ֆինանսավորման այլ հոդվածների վրա եւ այլն։ Սովորաբար դա կոչվում է պարտքի վերակառուցում։ Սովորաբար դա ռեստրուկտուրիզացիա։ Այո, այրեն վերակառուցում, դա սովորաբար չի էապես բարձրացնում արտաքին պարտքը, որտեղ դրանով մարում են նախորդ պարտքը։ Ճիշտ է նորը վերցնում են, բայց նախորդն են մարում։ Դա էլ կա։ Դա ընդունված պրակտիկա է, բավականին լայն տարածված պրակտիկա եւ մեր մոտ չնստած է, օրինակ մի հատ վարկ վերցրեցինք, 5 տարի ծախսեցինք, 5 տարին վերջացավ, մի հատ նորը վերցրեցինք, սա մարեցինք, սպասարկեցինք, այդպես չի ամեն տարի, ամեն, չգիտեմ, ամիս երամսյա Գանձապետարանը շատ ակտիվ աշխատում է շուկաներում։ Տեսնում է ինչպես է հարմար, կարող է ներդրում անի, կարող է ինքը լրացուցիչ պարտք վերցնի, ավելի ցածր տոկոսով է, ավելի բարձր տոկոսը մարելու, նախկին մնում վերցրած պարտքը մարելու համար։ Շատ դինամիկ, առաջ ընթացող process է։ Կա, եթե նայում ենք պիկերը, 25 թիվն է, 29 թիվն է, 31 թիվն է, պատահական չէ որ 10 տարով է վերցված այդ պարտքը։ Եվ դա այդ պիկերից խուսափելու ձևերից մեկն է։ Հիմա այս տարվա հարցն է հիմնականում լուծվում։ Չգիտեմ, 4 տարի հետո 29 թվին մի այլ լուծում կարող է տրվել, 31 թվին այլ լուծում եւ այլն եւ այլն։ Դա ճկուն
եւ արդյունավետ պարտքի կառավարումն է, որը չի բերում դիսբալանսների բյուջետային, ավելի հարց է ծախսերը ընթանում եւ սպասարկումն է ավելի հարթ առնում պարտքի, դա ընդունված պրակտիկա է։ Պարոն Բարխուդարյան, այնուամենայնիվ, ես ֆինանսներից տնտեսությունից բավականին հեռու մարդ եմ, ես կարող եմ փորձել իրավիճակը գնահատել, այսպես ասեմ, պրոյեկցիա անեմ ընտանեկան բյուջեի վրա։ Երբ որ ինչ-որ մարդ, ինչ-որ ընտանիք վերցնում է նոր վարկ, որպեսզի փակի հին վարկը, դա հիմնականում որևէ լավ տեղ չի տանում այդ ընտանիքը։ Եվ մենք ցավոք Հայաստանում այդպիսի շատ ընտանիքներ ունենք, որոնք անընդհատ նոր տոկոս են վերցնում, հին տոկոսը փակեն տարբեր բանկերից։ Կներեք ես ավարտեմ։ Հիմա եթե մենք փորձենք համեմատական տանել, սա չի խոսում այն մասին, որ մեր տնտեսությունը այնքան էլ լավ վիճակում չի։ Ես հասկացա այն տեքստը, նույն ընտանեկան բյուջեի օրինակով դա չի տանում, այսպես ասած, կատաստրոֆիկ փոփոխությունների, եթե պարտք վերցնողը հաշվում է իր ապագա եկամուտները, լավ է հաշվում։ Իսկ դա այսօրվա իրողություններում հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Եվ տեսնում է, որ ինքը իր եկամուտներով կամ այլ աղբյուրներով կարող է այդ պարտքը մարել։ Այլ հարց է, որ հիմա ժամկետն եկել է, մեծ գումար է, պետք է անպայման մարվի։ Դրա համար արժե նորը վերցնել հինը մարելու առումով, այսինքն ընդհանուր պարտքի գումարը, որ շատ չմեծանա։ Սա է հարցը։ Եվ դա արվում է ընտանիքի առումով, դա արվում է երկրի մասշտաբով։ Շատ երկրներ են դրան գնում։ Տեսեք, ես հեռու եմ մտքից, որ մեր պարտքը պետք է դառնա հնայի 100%-ը։ Պետք է չգերազանցի այդ նույն 50%-ը, 55%-ը, այդտեղ աճ կա։ 52-3%-ից բարձրանում է 56%, անցնում է, դեռ 60% չի անցնում, բայց այսուհանդերձ։ Ես շատ հեռու եմ մտքից, մենք օրենսդրություն ունենք, որտեղ չպետք է գերազանցի 60%-ը։ Կան երկրներ, որտեղ 240% է, օրինակ Ճապոնիա։ Ես դա չեմ կիսում։ Կան երկրներ, որոնք այդքան պարտք չունեն, Չինաստանը։ Հակառակ իրենք են պարտք տալիս Միացյալ Նահանգներին։ Դրա համար են նաև վախենում, որտեղ իրենք դառնում են իրենց պարտատերը։ Treasury bill-երի 10%-ը դրել մի քանի տարվա առաջվա տվյալներով չինացիների մոտ էր։ Կարող են 20-ը դարձնել, բայց իրենք էլ են հաշվում ռիսկերը, ինչպեսին կլինի, ոնց կլինի եւ այլն։ Այստեղ կա նաև կախվածության հարց, տնտեսական ֆինանսական ինքնուրույնության հարց եւ այլն եւ այլն։ Իսկ Եվրոպան, նաև Միացյալ Նահանգները խրված են պարտքերի մեջ։ Տարբեր պատճառներով։ Եթե հաշվենք, թե տարեկան բյուջեից, տարեկան ընդհանուր ֆինանսական ռեսուրսներից ինչքան գումար է գնում պարտքի սպասարկումը, գնալով աճող թվեր են, որոնք եթե ուղղվեին տնտեսության ֆինանսավորմանը կամ սոցիալական նպատակներին շատ մեծ էֆեկտ կտային։ Բայց օրինակ ԱՄՆ-ն դոլարներ է տպում դրա հետ զուգահեռ։ Բայց դա մի օր կարող է վերջանալ, չէ՞։ Հիմա բիթքոյնների մասն են խոսում, չէ՞, ակտիվ։ Կամ այլ վալյուտա, BRICS-ի երկրները որոշում են ուզում կայացնել այլ վալյուտա։ Դա մի 20-30 տարի է խոսում են արդեն այլ։ Դե հիմա ռեզերվնի վալյուտայի մասին։ Խոսում են, մի օր դա կարող է իրականություն դառնալ։ Նայած թե էքսպանսիան Միացյալ Նահանգները ինչքան ուժեղ կլինի։ Իդեպ այստեղ այդ իրականության մասով, ուղղակի դուք այդ շատ հետաքրքիր թեմա բարձրացրեցիք։ Թրամփի քաղաքականությունն այսօրվա, այդ վայրի վերումներով լի տնտեսական քաղաքականությունը, որտեղ հիմնական լծակը դա ԱՄՆ-ի տնտեսական հնարավորություններն է։ Սա արդյոք չի կարող մի օր վերջանալ նրանով, որ այդ պահուստային, հա, տարադրամը սկսի ավելի լուրջ ազդեցություն ունենալ աշխարհում։ Իհարկե կարող է։ Եթե շատ ավելի ագրեսիվ եղավ Միացյալ Նահանգները, հենց դրան էլ կգնա։ Որտեղ իրենք տեսնում են, որ դոլար տպելով, կոպիտ ասած, Միացյալ Նահանգները շատ հեռու չի գնա։ Իսկ եթե այդ քաղաքականությունը դառավ ագրեսիվ, իրենք կմտցնեն իրենց վալյուտաները եւ շրջանառությունը կնեղացնեն դոլարը։ Ինչի ձեր կարծիքով Եվրոմիությունը Եվրոմտցրուց։ Այդ պաշտպանությունն էր դոլարային էքսպանսիայից։ Այդտեղ չկար մեծ ինտեգրացիոն նպատակներ։ Եթե կար, ապա եթե ունես միասնական վալյուտա, դե ունես միասնական բյուջետային կանոններ, ել չեմ ասում միասնական բյուջե։ Եվրոմիության բյուջեն իրենց հնայի 1%-ն է։ Երբ իրենք վերաբաշխում են իրենց բյուջեների միջոցով, մոտավորապես 50%-ը։ Իդեպ, պարոն Բարխուդարյան, այս պահին հայկական շուկայում եվրոն բավականին լավ աճում է, թանկանում է, իսկ դոլարը մի փոքր նվազել է, կուրսը իջել է։ Այստեղ ինչ-որ զուգադիպություն է սա ուղղակի։ Չէ, առաջարկի պահանջարկի հարաբերակցությունն է հիմնականում։ Ամենաշատ որոշիչը դա է։ Նայած ինչպիսի ներհոսք կա եվրոների, ինչպիսի ներհոսք կա դոլարների եւ այլն եւ այլն։ Պատահական չէ, որ 22 թվականին, երբ դոլարի մեծ ներհոսք եղավ
Հայաստան Ռուսաստանից ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դրա արժևորվեց, որտեղ առաջարկը դոլարի շատ մեծացավ։ Հասկանում եք, ես իհարկե գտնում եմ, որ դա ստերիլիզացվեր, ոչինչ թողած մի փոքր ավել լիներ, բայց դրա մեջ պետք է արժևորվեր 25%-ով։ Հազարավոր մարդիկ գնացին Հայաստանից այդ պատճառով, հասկանում եք։ Պետք է շատ ճկուն քաղաքականություն վայել, պատահական չէ, որ դրանից հետո կայանացավ։ Հիմա այս բանը դուք գնահատում եք կենտրոնական բանկի քաղաքականությունը որպես ճկուն։ Այո, ճիշտ, սենց ասենք։ Պետք է կայուն լինի եւ կանխատեսելի լինի։ Սա շատ կարևոր ցուցանիշ է բիզնեսների համար, հատկապես դրանց համար, ովքեր երկարաժամկետ ներդրումներ են անում տնտեսության մեջ։ Նա դեռ պետք է սպասի, դեռ ապրանքը իրացվի, դա արդյունաբերությունն է եւ այլն, որովհետեւ այդ գումարները սկսի ստանալ։ Երբ որ միանգամից 20%-ով արժևորվում է, ես դա ասել եմ այլ հաղորդումների ժամանակ, արտասահմանյան բոլոր ֆիրմաները, ովքեր ծրագրավորողներին գումար էին տալիս, չէ՞ որ իրենք դոլարով են տալիս, ասեցին 25% ավել փող տան։ Հետո ասեցին չհասկացանք, մենք չգիտենք, որ Հայաստանը ասես թանկ կանստի մեզ համար։ Ինչի մենք պետք է ավելացնենք դա։ Էս ինչ է անում, կառավարությունը խառնվեց, տոկոսը դարձրեցին 20-ից 10, ավելի կայունացավ վալյուտան, բայց հավանաբար արդեն ուշ էր։ Պարոն Բարխուդարյան, վերադառնանք եվրոբոնդներին թողարկված հիմնավորման մեջ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ եվրոպարտատոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով։ Դուք խոսեցիք այդ մասին, ասացիք, որ գնալու է այդ հին պարտքերը փակելու։ Եվ որոշ մասը դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Իսկ հնարավոր չի պետբյուջեի ծախսերը օպտիմալացնել եւ նոր պարտքեր չգոյացնել։ Այս պահին մեզ մոտ ինչ իրավիճակում է գտնվում։ Երբ որ կա զարգացում, շատ դժվար է ծախսերը պակասեցնել։ Զարգացում կա եւ անելիքներ շատ կան։ Հիմա խնդրեմ, դուք ինձ ասեք, հնարավոր է արդյոք կրճատել պաշտպանության ուղղված ծախսերը։ Հակառակ մենք շատ հետ ենք գնում, չէ՞ Ադրբեջանից, պետք է բազմապատիկ անգամ ավել լինի։ Եվ ամեն տարի ինչքան հնարավոր է ավելացնում ենք։ Ավելի պակաս չափով, բայց դա վերաբերում է նաև մնացած բոլոր ճյուղերին։ Նույն ճանապարհաշինությանը, ենթակառուցվածքների կառուցելուն, այդ բոլորը իրենց ուրույն տեղն ու դերն ունեն եւ նույնքան եւ բավականին կարեւոր է։ Ուզում ենք ասենք բժշկական ապահովագրության, բնական է դա գումարներ չէ պահանջում։ Լրիվ փոխվում է կառուցվածքը, ֆինանսավորման, հիմնադրամ է ստեղծվելու եւ այլն։ Պետք է եկամուտներն ավելացնել, բայց տեսնում եք թե հարկերի բարձրացման կամ արտոնությունների վերացման հետ կապված ինչի մեծ աղմուկ է առաջանում, որը շատ բնական է, շատ հասարակություններում է այդպես։ Բայց պետք է գա հասարակությունը կոնսենսուսի։ Հնարավոր է դա անել, թե չէ։ Կշեռք է։ Մի նժարի վրա հարկերի մակարդակն է, մյուս նժարի վրա ծախսերի։ Մեր ծախսերը մեր հարկերն են։ Պարոն Բարխուդարյան, այսպեսի մի օրինակ, հա, ամենը թարմ է։ Հարկերը բարձրացրին, շրջարկի մասին է գնում խոսքը, տնտեսվարողը իրենց հերթին մի քանի անգամ բարձրացրին ծառայությունների գները։ Դա նշանակում է, որ չկա մրցակցային միջավայր, առնվազն։ Մենք այդտեղից պետությունը, տնտեսությունը շահեց այդ ամենից։ Պետությունը, տնտեսությունը, գիտեք, նախ շահեց, որ ստվերից շատ շրջանառություն դուրս եկավ, հիմա հարկատվության մակարդակը այդ առումով կարճի։ Եվ երկրորդ ավելի շատ գումարներ կգան բյուջե։ Ախր ծիծաղել է ամբողջ շրջարկից, հնային 1% էլ չեն հավաքում։ Դու գիտեք ինչքան մեծ շրջանառություններ են մտնում շրջարկի տակ։ Ամբողջ հասարակական սնունդը, սպասարկման ոլորտը եւ այլն։ Մյուս կողմից այդ բեռը ընկնում է օրինապահ հարկատուների վրա, չէ՞, ովքեր եւ ավելացված արժեքի հարկ են վճարում եւ ակցիզային հարկ, շահութահարկ եւ այլն։ Այս խնդիրները կան։ Հարկային դաշտը պետք է հավասար լինի։ Կա հորիզոնական արդարության սկզբունք հարկային, որ հարկային բեռը պետք է համաչափ բաշխվի բոլոր տնտեսվարողների վրա, ստացած եկամուտների, ըստ ներդրման ստացած շահույթների։ Դե հիմա ստացվում է, որ այդ հարկային բեռը բերում եւ բաշխվում է ոչ անհավաչափ վերջնական սպառողի վրա։ Վերջնական սպառողը ուսերին է մնում այդ բեռը։ Վերջին հաշվով, այո, բայց վերջնական սպառողները չէ դրանից շահում։ Չէ, բայց դրանից ընդհանուր գնողունակությունն է իջնում, չէ՞, թե չէ։ Իջնում է որոշ չափով, բայց գիտեք, եթե կա մրցակցային տնտեսական միջավայր, միշտ կգտնվեն ապրանք արտադրողներ, որոնք 10% ավելի պակաս են։ Եթե կա։ Դե հուսով եմ, որ հիմնականում կա, ասենց ասեմ։ Այն մոնոպոլ վիճակները, մենաշնորհային վիճակները, որ կար առաջ, այսօր չկա։ Հիշում եք, մի ամսում այդ վերացվեց։ Բանանի գներն իջավ մի 20%-ով, շաքարավազի, ալուրի եւ ես օրինակ եմ բերում բարձրապես։
Հուսով որ չկա, եթե կա, պետք է դրա դեմ պայքարել։ Դա շատ մեծ թշնամին է բիզնեսի զարգացման։ Ինչպես պայքարել։ Հիմա օրինակ նոտարները բոլորը թանկացրել են իրենց ծառայությունների գները։ Պետությունը ինչ կարող է անել կամ ինչ պետք է անի։ Թանկացրել են։ Նոտարները կարող են որոշ չափով դա թանկացնել, միջև առաստաղ այդ քնները չեն կարող աճել, շրջարկը 5%-ով է ավելացել, ծառայությունները տեղ-տեղ 25%-ով ավելացել են։ Հիմա ոնց հասկանանք սա։ Դե հիմա այստեղ ուրեմն կա կոնսորցիումներ են կազմել իրար հետ, պայմանավորվել եւ միասնական բարձրացել 25%-ով։ Այդպես չի լինում, եթե կա մրցակցային միջավայր եւ շուկա, մի նոտարի իր ծառայությունը կբարձրացնի 20%-ով, բայց մյուսը 7%։ Օրինակ Ես իհարկե չգիտեմ մանրամասները այդ турքերի եւ այլն բնական է դա հստակ է դա ավելի շատ նույն турքը չկարող տարբեր լինի նույն նոտարական ծառայության համար եւ այլն դա տիպիկ օրինակ չէ բայց նույն իրավաբանական ծառայությունները որոնք դուրս եկան դրա տակից ես եւ հիմա բավականին ակտիվանում է այդ ոլորտը Ես չեմ կարծում, որ պատիկ անգամ կարճ ծառայության սա։ Պարոն Բարխուդարյան, դուք էլ եք նշում, որ պաշտպանական ծախսերն են աճում, այլ ոլորտներում են ծախսերը աճում, դա օբյեկտիվ գործընթաց է, բայց օրերից մի օր մենք հասնելու ենք այդ 60%-ի հնայի։ Այդ ժամանակ ինչ ենք անելու։ Կա սցենար այստեղ գործողությունների։ Աճը ծախսերի պետք է սահմանափակվի եւ վրացի եկամուտներ պետք է հավաքագրենք։ Օրինակ ես շատ հույսով եմ, որ համընդհանուր հայտարարում է որ մտցվեց եկամտային հարկի մյուս տարվանից է նախատեսում կամ այս տարվա վերջից մյուս տարվանից դա հարկատվության աստիճանը նոյեմբերի այո 20-ից դե խոսքով հարկատվության աստիճանը եւս կբարձրացնի որտեղ մարդիկ արդեն սկսում են հայտարարագրել իսկ հայտարարագրելը որի տակի իրենք ստորագրում են երբ չեն կարողանում զուտ հոգեբաներ են շատ բան տակցնել եւ Հարկատվության աստիճանը անխոս մեծանում է։ Եկամտային հարկը չի անցնի 2-3 տարի կլինի առաջին մեր հարկատվությունը։ Իսկ նոր աշխատատեղեր ստեղծելու ճանապարհով եւ հարկատուների քանակը ավելացնելով հնարավոր չի։ Իհարկե շատ ճիշտ ճանապարհ է, շատ հեռանկարային ճանապարհ է, բայց դրա համար պետք է ինչպես արդեն ասացի, լավ բիզնես միջավայր լինի, ինվեստիցիոն միջավայր լինի, որովհետեւ հնարավոր լինի խրախուսել դա։ Վերջին հաշվով դա կլինի իհարկե խաղաղության պայմանագիրը կնքելուց եւ ապաշրջափակումից հետո եւ արդեն կարծում եմ մենք դեռ երկար ենք դրան սպասելու Աստված չեն այդպեսի տպավորություն է երբ որ փորձում ես քաղաքական իրավիճակը վերլուծել Գիտեք եթե մեր հույսը դա է եթե մենք դա վերենք լուծում եւ ասում ենք այ Ադրբեջանը ճկուն չի Ադրբեջանը կլինի այնպեսին ինչպես իրենք ասեն սկսած Թուրքիայից վերջացրած արևմուտքից հուսանք Տեսեք, պարոն Բարխուդարյան, որոշ տնտեսագետներ կապված մեր տնտեսական աճի հետ, որը հիմնականում հիմնվում է վերարտահանման վրա, զուգահեռ վերարտահանման վրա, լուրջ մտահոգություն են արտահայտում, կա կարծիք, որ Հայաստանի տնտեսության ներկա վիճակը համարժեք է 2002-ից 2007 թվականի նախաճգնաժամային վիճակին, Երբ տնտեսական աննախադեպ աճին, եթե չեմ սխալվում 12%, հաջորդեց 2008-ի ֆինանսական ճգնաժամը։ Դուք այդպիսի նախադրյալներ տեսնում եք, որ այդ իրավիճակը կարող է կրկնվել։ Իսկ շատ դժվար է համատել, որովհետև 2008-9 թվականներին համաշխարհային ճգնաժամ էր։ Դա Հայաստանի ճգնաժամ չէ։ Հակառակ ճգնաժամի ալիքը հասավ Հայաստան 1 տարի ուշացումով։ Իհարկե դա խոսում է մեր շատ ցածր ֆինանսական ինտեգրվածության հետ, միջազգային ֆինանսական շուկաներին, դա եղավ Ռուսաստանի միջոցով։ Իրենք ընկան ճգնաժամի մեջ, առաջինը որ կրճատում են իրենց կապիտալ վերդրումներն են, իսկ հայերը որտեղ էին հիմնականում շինարարության մեջ էին աշխատում, պակասեցին տրանսֆերները, դա վերեց որոշ ճգնաժամային երևույթների։ Եթե չէր կապվում դրա հետ, որ աճը մեծ է, դրա այդ պատճառով անպայման ճգնաժամն է հետո լինելու։ Ես մի քիչ այդ կարծիքին չեմ Մի քիչ ավելի ենք մենք բացարձակացնում այդ ցիկլային տեսությունը տնտեսության զարգացման, որ անպայման ճգնաժամին պետք է հաջորդի տնտեսական աճը եւ անպայման հակառակը։ Նույն Չինաստանի օրինակով մենք չենք տեսնում անկում։ Ինչքան ուզում է ճգնաժամ լինի, իր տնտեսությունը աճում է։ Ճիշտ է 12%-ով չի աճում, աճում է 5.5%։ Չինաստանի տնտեսությունը աճում է ներքին ռեսուրսների հաշվին, որովհետև շուկան շատ մեծ է ներքին, իսկ Հայաստանը ինչ շուկա ունի, որովհետև համեմատություն տանենք գների հաշվին, իրենց ապրանքը ամբողջ աշխարհում վաճառվում է եւ որակը արդեն համապատասխանում է միջազգային ստանդարտներին ու գնալով ավելի շատ։ Այսինքն մենք հերթական անգամ եկանք դիվերսիֆիկացիա անհրաժեշտությանը։ Իհարկե։ Մեր արտահանման, մեր ներուժը ավելի լավ օգտագործելու
կոռուպցիայի դեմ պայքարի, այս բոլորը մի համալիր է միջոցառումների, որ սկսվել է, արվում է, բայց մի շատ ավելի ակտիվ արվի։ Եվ ես ինքս լավատես եմ Հայաստանի հետ, տնտեսության հետ կապված, որովհետև մենք ստեղծագործ ժողովուրդ ենք։ Մենք գտնում ենք շուկաներ։ Աշխարհի բոլոր երկրներում հայեր են ապրում բավական չի, հայերին ճանաչում են, ու ճանաչում են նաև լավ կողմից։ Այդ դեպքում այդ ալարմիզմը որտեղից է գալիս, որ անընդհատ նշում են նույն արտահանողները, արտադրողները, մենք չենք կարող, շատ դժվար է, Ռուսաստանի շուկայում մենք շատ կոմֆորտ ենք մեզ զգում, հա, այդ տեսակետը շատ է հնչում։ Իրանք իսկապես կոմֆորտ են զգում, որտեղ ինչ արտահանում են իրացում է։ Հիմա սանկցիաների տակ է Ռուսաստանը, իհարկե կոմֆորտ է, որևէ խնդիր չկա։ Բայց դա համեմատելի չի ուրիշ ցանկացած երկրների եւ շուկաների հետ։ Ցանկացած երկրի շուկայում տեղ գտնելու տեղավորվելու համար պետք է շատ ճկուն լինել, ստեղծագործ, աշխատել այդ ուղղությամբ, ջանք չխնայել եւ այլն։ Այդպես չի կարող, չի անվերջ շարունակվել։ Մի օր կգա այդ սանկցիաները չկվերանան։ Դե երևի տնտեսագետները հենց դա նկատի ունեն, երբ որ խոսում են վտանգների մասին։ Սանկցիաները կվերանան, ես հուսով եմ այսուհանդերձ, որ ստեղ կլինի խաղաղություն եւ ճանապարհները կբացվեն։ Ոչ մի անգամից։ Կարող է տևի մոտ 2 տարի, չգիտեմ, 1.5 տարի եւ այլն։ Բայց դա կլինի։ Եվ մի բանից պետք է մտածել դիվերսիֆիկացիայի մասին։ Նույնիսկ հիմա նույն Վրաստանի միջով այն ճանապարհը, որ ունենք, դրանով հնարավոր է ավելի շատ ապրանքներ արտահանել Եվրամիություն։ Տեսեք, պարոն Բարխուդարյան, դուք էլ նշեցիք Վրաստանով Եվրամիություն եւ ընդհանրապես մեր երկրում ներհայաստանյան դիսկուրսը հետեւյալն է, որ որպես այլընտրանք Եվրասիական միության շուկային առաջարկվում է Եվրամիության շուկան, բայց չէ որ մենք հարավում ունենք մի քանի 100 միլիոնանոց առնվազն շուկա արաբական երկրների, որտեղ կարծես թե լուրջ խոչընդոտներ չկա, ճանապարհը ունենք, հա, կարծես թե ճանապարհ չունենք կարգի։ Ну, Իրանով կարծում եմ կարելի է ինչ-որ մի բան անել։ Ավելի пассив է աշխատում։ Ճանապարհը կա, չէ։ Կա, բայց երկար բարակ այս շուկան ինչի որպես պոտենցիալ զարգացման ուղղություն չի դիտարկվում Հայաստանում։ Համենայնդեպս ես փորձագիտական քննարկելու ժամանակ դա չեմ տեսնում։ Չէ, ես միշտ ասել եմ, որ այդ նույն արաբական երկրները երկաթգիծ կգնա արդեն, եթե բացվի ճանապարհը Ղարսի երկաթգիծը, ինքը գնում է Թուրքիայով, Սիրիայով, Իրաք, Քուվեյթ եւ այլն։ Իսկ դա շատ լուրջ է արդեն։ Ինչ եմ ասում ավտոճանապարհ ուղիղ Թուրքիայով։ Իրանով այո, մենք աշխատում ենք, ակտիվ աշխատում ենք, բայց իրենց օրենսդրությունը, օրինակ մաքսային ծառայությունները եւ այլն մի փոքր ավելի պաշտպանողական են իրենց տնտեսության առումով, իրենց բանկները ցածր են, ավելի քան պետք է։ Հասկանում եք, շատ դժվար է կանխատեսել այդ քաղաքականությունը առաջիկա 5-7 տարվա համար։ Լուրջ բիզնեսը այդ դեպքում է ներդրումներ անում, եւ որ տեսնում եք, չէ, կանխատեսելի միջավայր է, հնարավոր է դրան հասնել։ Հասկանում եք։ Իսկ Թուրքիան այդպես չէր։ Փակ սահման լինելով մեր շրջանառությունը երկար տարիներ համարյա այնքան էր Թուրքիայի հետ, ոչ պաշտոնական իհարկե, ինչքան Իրանի հետ, ունենալով բաց սահման։ Այդ լիբերալիզացիան, ազատականացումը առևտրի պայմանների, բիզնեսի շատ կարևոր է։ Արաբական աշխարհի հետ, այո, ես եմ տեսնում շատ մեծ հնարավորություններ։ Ինչը մենք խոսում ենք ստեղից Չինաստանի հետ առևտուրը բազմապատկվել է արդեն մի քանի անգամ։ Միջև այս մեծ թվերը Ռուսաստանի, մեր երրորդ առևտրային գործընկերն էր, երրորդ Չինաստանը, որ ընդհանրապես 2 տարով բավականին առաջ եկավ այդ դիրքերում։ Միացյալ Նահանգների հետ էլ շարունակում առևտրի օնլայնումը։ Բայց դա շատ փոքր թվեր են, հասկանում եք։ Մեր պոտենցիալը ավելի մեծ է, շատ ավելի մեծ է։ Եկեք այս լավատեսական ձեր խոսքերով ավարտենք մեր այսօրվա շփումը։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Բարխուդարյան։ Շնորհակալություն։ Մեր հյուրն Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը։ Քիչ անց մենք շարունակենք մեր եթերը։